Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Մեկնարկում է Աֆելի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակիչը։ Եվ այսօր մենք բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու կիսա եզրափակիչ առաջին հանդիպմանը Յուվենտուս Վոտֆորդ։ Ֆուտբոլիստները արդեն դուրս են եկել խաղադաշտ մրցավարի ուղեկցությամբ։ Քիչ անց վայրկյաններ անց կսկսվի հանդիպումը, կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը։ Թիմերը պատրաստ են հանդիպմանը, ամեն ինչ պատրաստ է խաղը սկսելու համար։ Խաղին մոտենում են թիմերը մարտական կազմերով միայն ու միայն հաղթելու և պայքարը շարունակելու համար։ Անչափ հետաքրքիր հանդիպում է սպասվում բարեկամներ, քանի որ երկու թիմերն էլ բավականին ուժեղ կազմ ունեն, խաղում են հարձակվողական ֆուտբոլ և նորից եմ կրկնում, այսօր կանեն հնարավոր և անհնարին ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն և շարունակեն պայքարը երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկությունում դուրս գան եզրափակիչ։ Հայո ֆուտբոլիստները անհամբերությամբ են սպասում խաղի մեկնարկին։ Եվ այսպես Յուվենտուս Վոտֆորդ հանդիպումը մեկնարկում է գնդակով Յուվենտուսի ֆուտբոլիստներն են։ Այս պահին բարեկամներ եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք արդեն խաղի ընթացքին։ Սկսենք Յուվենտուսից համար 1 Արամ Մակարյան, համար 4 Արտուր Զաքարյան, համար 6 Նարեկ Մարտիրոսյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 8 Արամայիս Դավթյան, համար 9 Մանվել Այվազյան, համար 10 Արտուր Աճեմյան, համար 11 Սերգեյ Եսայան, համար 18 Հենրիկ Մխիթարյան, համար 55 Սերգեյ Ղազարյան և համար 89 Արման Հարությունյան։ Վոտֆորդ, համար 1 Վիտյա Գրիգորյան, համար 2 Նայիրի Պետրոսյան, համար 3 Համո Աթայան, համար 4 Կինգսլի, համար 5 Արմեն Հարությունյան, համար 7 Գևորգ Արուշանյան, համար 10 Գագիկ Սահակյան, համար 15 Միքայել Երանոսյան, համար 21 Արմեն Մանուկյան, համար 22 Կարեն Սիմոնյան և համար 49 Նարեկ Էկտուբարյան։ Գնդակով Վոտֆորդի ֆուտբոլիստներն են։ Այո, արդեն երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակիչն է։ Վոտֆորդն է գնդակով, Արուշանյանը չկարողացավ հասնել գնդակին։ Եվ հիմա տեսնենք Յուվենտուսի հակագրոհը սակայն Գագիկ Սահակյանը խլում է գնդակը և փորձում կազմակերպել իր թիմի հերթական հակագրոհը Սահակյան։ Հեռացում են գնդակը, բայց մնում են գնդակը Վոտֆորդի մոտ։ Արուշանյան հարված և շեղեր։ Հարվածը թույլ էր։ Այդքան էլ ուժեղ չէր և այն ոչ մի վտանգ իրենից չներկայացրեց դարպասապայի համար։ Այվազյան։ Սահակյանը խլում է գնդակը, հրաշալի է խաղում։ Տուբարյան չկարողացավ հասնել գնդակին։ Եվ եզրից Յուվենտուսը կնետի գնդակը խաղի մեջ։ Աճեմյան երկար փոխանցում առաջ հարված էր սա և
Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Արոշանյան։ Չեն շտապում ֆուտբոլիստները փորձում են կարճ փոխանցումներով շարժվել առաջ եւ մտնել մրցակցի տուգանային հրապարակ Սահակյան։ Փոխանցում։ Գնում է գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստ Աչեմյան։ Բավականին համար պայքար է գնդակի համար բարեկամներ։ Այո, հաղթելու ցանկությունը մեծ է երկու թիմերի մոտ էլ եւ երկու թիմերն էլ մեկտարկային րոպեներից հաճախ են դիմում ռեսինգ մարտավարության օգնությանը եւ վարքյանների ընթացքում խլում գնդակը մրցակցից։ Զախեզար Այվազյան Փոխանցում Առաջինը հասնում է Ոթվորդի ֆուտբոլիստը եւ հեռացնում գնդակը Ստիրոսյան Այվազյան Նիկոլյանը վերցնում է գնդակը եւ առաջ տապելու գնդակը փոխանցում խաղընկերոջը Եվ տեսնենք Ոթվորդի հերթական գրոհը ինչպիսի զարգացում կստանա Փոխանցում Չասավ գնդակը հասցիա տիրոջը Եվ հարված Յուվենտուսի դարպասից Ոչ, եզրային նետում Դերևս հավասար պայքարի են կականատես լինում Բարեկամներ երկու թիմերն էլ գրոհում են Վտանգավոր է քիչ էր մնում գնդակը հայտնվել դարպասում Բավականին ակտիվ է մեկտարկային րոպեներից Ոթվորդի ֆուտբոլիստը Գագիկ Սահակյանը հրաշալի մարզավիճակում է Սահակյանը Աչեմյան Փոխանցում առաջ, բայց հեռացված է գնդակը Արոշանյանն է հասնում գնդակին Անհաջող փոխանցում էր եւ Յուվենտուսի ֆուտբոլիստը կազմակերպում է թիմի հերթական գրոհը Մարտիրոսյան փոխանցում դեպի Այվազյանը Այվազյան Հարված եւ շեղեր Արթուր Աչեմյանը հարվածեց դարպասին Հարված այդքան էլ ուժեղ չէր թույլ էր, բայց բավականին վտանգավոր ստացվեց Արոշանյան Հրաշալի փոխանցում է, բայց Յուվենտուսի դարպասապահը հասնում է գնդակին եւ Աչեմյան Ոթվորդի գնդակով եւ փոխանցում Կինգսլի Փոքր ընկավ խաղի տեմպը Թիմերը մեկնարկային րոպեներից անդադար գրոհում էին եւ երևս օգնեցին եւ սա իհարկե ժամանակավոր բնույթ է կրում Սահակյան Փոխանցում Գնդակը դուրս է գալիս եզրային գծից
գնդակով փոխանցում է պետք, անհաջող էր Սահակյան, հարված։ Ուժեղ հարված էր, բայց բարձր են տանում հարվածը։ Եվ տեսնենք Յուվենտուսի գրոհը։ Անհաջող փորձ էր, Արուշանյանը խլում է գնդակը և Օտորդը անցնում է հակագրոհի, բայց անհաջող փորձ էր։ Երկար փոխանցում առաջ, բայց անհաշվե նկատ փոխանցում էր Յուվենտուսի ֆուտբոլիստի կողմից։ Արուշանյան կենտրոնով շարժում է առաջ Գևորգ Արուշանյանը, փոխանցում դեպի Սահակյանը, բայց Յուվենտուսի ֆուտբոլիստը վերցնում է գնդակը և պատասխան փոխանցումն անհաջող էր։ Kingsley Չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Watford-ի ֆուտբոլիստը և եզրից Յուվենտուսը կնետի գնդակը Մարտիրոսյանն է։ Գնդակով Աչեմյան խաբս է տալիս Աչեմյանը, փոխանցում կենտրոն, բայց հիմա Արուշանյանի մոտ է հարված և դարպասապահը հեռացնում է գնդակը, անդրադարձ եղավ և գնդակը հարվածը մի փոքր թուլացրեց ուժգնությունը, որից հետո դարպասապահը հրաշալի ցածկով հեռացրեց գնդակը, սուլի չկա, գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից, չհասավ Այվազյանը փոխանցմանը։ Փոխանցում առաջ Սահակյան հարված, փակում են հարվածի ճանապարհը Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Այվազյանը ստանում է գնդակը, բայց վարկյաններ անց գնդակի կորուստ, իսկ հիմա հերթը Սահակյանին է գրոհելու և Սահակյանը այս անգամ վաստակում է եզրային նետման իրավունք։ Kingsley Սահակյան փոխանցում կենտրոն Արուշանյան հարված անհաջող հարված էր։ Հանդիպման 12-րդ րոպեն է բարեկամներ 0-0 հաշիվը բացված չէ Յուվենտուս Watford։ Հիշեցնեմ, որ սա երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպում է։ Հաղթողը դուրս է գալու եզրափակիչ Աչեմյան խաբս է տալիս։ Սլանում է առաջ Աչեմյանը, հերթական խաբսը Այվազյան հարված և հրաշալի է խաղում Watford-ի դարպասապահը փրկելով դրությունը։ Kingsley չեն շտապում Watford-ի ֆուտբոլիստները։ Վտանգավոր կարող է ստացվել դարպասապահը վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում դեպի խաղընկերը։ Խախտում, ակնհայտ խաղի կանոնների խախտում։ Մարտիրոսյան ուժեղ է, խանցում է Այվազյանը չասավ դիտակին Kingsley
է գնդակով Հարված, պակում են գնդակ ճանապարը Հաչեմյան ստանում է գնդակը խաղադաշտի կենտրոնում և ստիպում մրցակցին խախտել խաղի կանոնները և առաջին դեղին քարտը ստանում է Watford-ի 22 համարը Կարեն Սիմոնյանը Հաչեմյանն է գնդակի մոտ Խաղարկում են Տուգանայինը Արտիրոսյան միացել է հարցակմանը Դավիթ Մարտիրոսյանը Փոխանցում Տանկավոր հարված էր և քիչ մնաց գնդակը հայտնվեր Watford-ի դարպասում Հարված Watford-ի դարպասից Ձախեզով Watford-ը շարժում է առաջ Գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից լսվում է մրցավորի սուլիչը Մարտիրոսյան ետ փոխանցում Հաջող է Սահակյանը ստանում է գնդակը Արուշանյան Կորսնում է գնդակը Գևորգ Արուշանյանը և Հաչեմյանը հնարավորություն է ստանում Շարժվելու առաջ և ձեռնարկել իր թիմի հերթական հակագրոհը, բայց անհաջող է Սահակյան Շատ են սխալ փոխանցումները Կինգսլեյ Արուշանյան Հրաշալի փոխանցում է Հեկտոբարյան հարված Սահակյանն էր հարվածում դարպասին և անկյունային հարված Սահակյանը հենց ինքը կիրացնի անկյունայինը Փոխանցում Այ հեռացնում են Չեն թողնում Արուշանյանին հարվածել դարպասին Հետևակի հպումը գնդակը դուրս է բերում անկյունային Արդեն խաղադաշտի մյուս եզրից կիրացնեն Watford-ի ֆուտբոլիստները Եզրային նետում է, այլ ոչ թե անկյունային Փոխանցում, դարպասապա հեռացնում է Մարտիրոսյան Հաչեմյան հրաշալի խաղաց Արտուր Հաչեմյանը Կինգսլին հեռացնում է գնդակը Եվ եզրային նետում Գնդակով Փոխանցում է պետք կատարել, փոխանցում հեռացված է գնդակը, չհասավ Փոխանցումը Այվազյանին Եվ հերթական եզրային նետումը Հաչեմյանը խաղադաշտի կենտրոնում ստանում է գնդակը Խապս է տալիս Հաչեմյան, փոխանցում Կորսում է գնդակը Յուվենտուսի 55 համարը Watford-ի արագ հակագրոհը տեսնենք, փոխանցում Սահակյան, հարված Եվ գնդակը հայտնվում է դարպասում Գագիկ Սահակյան 1-0
1-0 բարեկամներ Գագիկ Սահակյանը վերջապես կարողանում է առաջ մղել Watford-ին Հանդիպան 19-րդ րոպեին Watford-ը առաջ է անցնում հաշվի մեջ Juventus-ը գնդակով փոխանցում դեպի Մարտիրոսյանը Ջեմյան Ռուշանյանը ստանում է գնդակը խաբս է տալիս բայց կորցնում գնդակը վարկյանների ընթացքում Չստացվեց հարվածը հարված Եվ հարվածը մի փոքր բարձր է ընթանում բարեկամներ Բավականին լավ տպավորություն է թողնում այսօր Գագիկ Սահակյանը Արոշանյան Տանկավոր կարող է ստացվել չեն թողնում հարվածել Watford-ի ֆուտբոլիստին և անկյունային Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Արոշանյան Եվ գնդակը դուրս էր եկել նախճի սահմաններից, բայց չկա մրցավորի սուլիչը Արուշանյանը ևս բավականին ակտիվ այսօր հրաշալի խաղ է ցուցադրում 1-0 Juventus Watford Գագիկ Սահակյանի խփած գնդակը դեռևս հաղթական է Watford-ի համար Juventus-ը գնդակով Աչեմյան լավ էր մտածել Աչեմյանը, բայց չստացվեց փոխանցումը Հարված ուժեղ էր Արուշանյանը իր վրա ընդունում Հարվածը Եզրային նետում Juventus-ի ֆուտբոլիստը ստանում է գնդակը Եվ ետ փոխանցում Մարտիրոսյան Այվազյան Տուգանային արված Juventus-ը կիրաստ է Տուգանային Այվազյանն է գնդակի մոտ Տանգավոր գրող կարող է ստացվել, բայց հրաշալի են պաշտպանվում Watford-ի ֆուտբոլիստները Փոխանցում անհաջող փոխանցում էր Juventus-ը խլում է և ձեռնարկում իր արագ հակագրոհը Հարված և անկյունային Այս անգամ արդեն անկյունային իրավունք են վաստակում Juventus-ի ֆուտբոլիստները Այվազյանն է իրացնում անկյունայինը
Փոխանցում Քինգսլին հեռացնում է գնդակը եւ Սահակյանը սլանում է առաջ աչեսրով Սահակյան փոխանցում հասնում է գնդակին խաղընկերը խապս է տալիս բայց գնդակի կորուստ Սահակյանը խլեց գնդակը բայց դրան հասավ իհարկե խաղի կանոնների խախտման գնով ինչ է անում Յուվենտուսի ֆուտբոլիստը անհաշվե նկատ փոխանցում հիմա Եզրից ոտորդը կնետի գնդակը խաղի մեջ Արուշանյանն է պատրաստում գնդակը եզրից նետել խաղի մեջ խանցում առաջ Կրկին եզրից ոտորդը կնետի գնդակը խաղի մեջ Քիչ ժամանակ է մնում բարեկամներ առաջին խաղակեսի ավարտին ոտորդը հաղթում է նվազագույն հաշվով Այվազյան, հարված, փակում են գնդակի ճանապարհը ոտորդի ֆուտբոլիստները Սակայն գնդակը մնում է Յուվենտուսի մոտ եզրային նետում Եվ վերջ բարեկամներ առաջին խաղակեսը ավարտվում է Ոտորդը հաղթում է առաջին կեսից հետո 1-0 հաշվով Այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Եվ այսպես սկսված է բարեկամներ Յուվենտուս ոտորդ հանդիպման երկրորդ խաղակեսը Առաջին կեսից հետո ոտորդը հաղթում է նվազագույն հաշվով Գագիկ Սահակյանն է դարձել այս հանդիպման դեռևս միակ գոլի հեղինակը Սա բարեկամներ երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակիչ հանդիպում է Հաղթողը դուրս է գալիս եզրափակիչ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ կեսը Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք բարեկամներ Հենց մեկնարկային րոպեներից երկու թիմերն էլ հանդարտար գրոհում էին, սակայն դեռևս միայն ոտորդին հաջողվեց մեկ անգամ ընդամենը գրավել մրցակցի դարպաս Արուշանյան խախտում Հաչեմյանի կողմից Քինգսլի երկար փոխանցում առաջ Այվազյան Հաչեմյան Հրաշքով գնդակը հիմա չհայտնվեց ոտորդի դարպասում Հարված ոտորդի դարպասից Հաչեմյան Հարված Բավականին բարձր ստացվեց հարվածը Արտուր Հաչեմյանի Անհաջող փոխանցում է Յուվենտուսի ֆուտբոլիստը խլում է գնդակը Շենյան Հաչեմյան հրաշալի է խաղում Հաչեմյանը փոխանցում Աչեզեր Քինգսլին գնդակը դուրս է բերում անկյունային
Անկյունային իդացված է, Եվազյան, հարված, պաշպանը պակում է գնդակի ճանապարը բարեկամներ, չեզոքասնում են սպարնալիքը ոտվորդի ֆուտբոլիստները, վտանգավոր դրություն է և ակնհայտ խաղի կանոնների խախտում Տեղին քարտը ստանում Յուվենտուսի 6 համարը Նարեկ Մարտիրոսյանը Տեսնենք, Հարուշանյանն է գնդակի մոտ, հարված և Յուվենտուսի դարպասապատ իրում է գնդակին խլում է գնդակը ոտվորդի ֆուտբոլիստները Չեմյան Հրաշալի համագործակցություն էր Հարված Հակում են գնդակի ճանապարը, բայց բավականին կոպիտ խախտում Դեղին քարտը ստանում Յուվենտուսի ֆուտբոլիստը Խաղի կանոնների խախտում Հարուշանյանն է գնդակի մոտ Խաղարկում են Տուգանայինը Թանկավոր դրություն կարող է ստացվել Հարված Եվ գնդակը հայտնվում է դարպասում Ոտվորդը կրկնապատկում է հաշիվը բարեկամներ Գոլի եղինակը Նարեկ Էկտուբարյանն է Արմեն Մանուկյանը դառնում է երկրորդ գոլային փոխանցման եղինակը այսօրվա խաղում Երկու ջրը Յուվենտուսը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում եզրային նետում Նյարդերը տեղի են տալիս
Կարող են շարունակել հանդիպումը։ Սուլի չկա, կարող են նետել գնդակը, եզրից։ Ետ փոխանցում դեպի Կինգսլին։ Խանցում առաջ։ Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, անկյունային հարված, կիրացնեն Ոթվորդի ֆուտբոլիստները։ Անկյունայինը իրացված է հարված։ Շեղ էր հարվածը։ Յուվենտուսը կփորձի ձեռնարկել իր հերթական գրոհը։ Հաչեմյան։ Հաշալի են պաշտպանվում Ոթվորդի ֆուտբոլիստները։ Հաչեմյանն է գնդակով։ Փոխանցում դեպի կենտրոն։ Այվազյան։ Նավել Այվազյան։ Եզրային նետում։ Կրկին Այվազյանն է գնդակով։ Գնում են գնդակը Ոթվորդի ֆուտբոլիստները և հրաշալի փոխանցում էր, բայց Յուվենտուսի դարպասապահը առաջինն է հասնում գնդակին։ Մարտիրոսյան, փոխանցում ձախ եզր, Հաչեմյան։ Փորձեց խաբս տալ Հաչեմյանը, բայց կորցնում է գնդակը։ Գագիկ Սահակյան, հրաշալի է խաղում Սահակյանը։ Հարուշանյան։ Չհասկացան միմյանց Ոթվորդի ֆուտբոլիստները և հարված Յուվենտուսի դարպասից։ Յուվենտուսն է գնդակով, տեսնենք։ Դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից։ Ոթվորդի դարպասապահը ուժեղ փոխանցում է կատարում դեպի առաջ։ Հաչեմյանը ստանում է կենտրոնում գնդակը։ Խաբս է դալիս և կորցնում։ Պարզ իրավիճակում։ Հարուշանյան հրաշալի փոխանցում դեպի Սահակյանը։ Սահակյանը փորձեց խաբս տալ, բայց կորցնում է գնդակը, սակայն տեսեք, ինչպիսի համար պայքար է գնդակի համար խաղադաշտում։ Այվազյան։ Խլում է գնդակը Ոթվորդի ֆուտբոլիստը Էկտուբարյան։
Ամեն ինչ անում են Յուվենտուսի ֆուտբոլիստները կրճատելու հաշվի տարբերությունը։ Սակայն դեռևս Ֆոթորտին հաջողում է կազմաքանդել մրցակցի գրողները։ Եվ հարված Ոթֆորդի դարպասից փոփոխություն Յուվենտուսի կազմում դեղին քարտ է ստանում Դավիթ Մարտիրոսյանը։ Տաս րոպե աղի ավարտին 2-0 հաշվով Ոթվորդը հաղթում է Յուվենտուսին։ Հրաշալի կասեցում, փոխանցում առաջ, բայց փոխանցումը չհասավ Էկտոբարյանին։ Հելում են գնդակը Ոթվորդի խաղացողները Սահակյան, ետ փոխանցում Մանուկյան, փոխանցում առաջ, հրաշալի հարված էր և քիչ մնաց, երրորդ անգամ գնդակը հայտնվեր Յուվենտուսի դարպասում, հրաշալի հարված էր։ Այվազյան Աչեմյան Տանկավոր կարող է ստացվել Յուվենտուսն է գնդակով Պասապատիրում է գնդակին Սահակյան Փոխանցում առաջ անհաջող էր փոխանցումը Ոթվորդի դարպասապահը գնդակը կամսնի առաջ, ուղարկի առաջ, հիմա Մանուկյան Եզրային նետում Շանյանը չհասավ փոխանցմանը Տեսնենք Գնդակի կորուստ Սահակյանը սլանում է առաջ կենտրոնով, փոխանցում անհաջող էր Այվազյան փորձում է խապ ստալ, բայց փորձում է գնդակը, սակայն խաղի կանոնների խախտում Յուվենտուս Ոթվորդ 0-2 Ոթվորդը հրաշալի խաղ ցուցադրելով
դեռևս հաղթում է Յուվենտուսին, քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին։ Հաչեմյան խաբս է տալիս, հարված եւ եզրային նետման իրավունք է վաստակում Արթուր Հաչեմյանը։ Ռոշանյան Ռոշանի փոխանցում էր հարված է ֆանտաստիկ սեյվ, բայց գնդակը հայտնվում է դարպասում 3-0 Ոթվորդը երրորդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը Երեք 0 ինքնագոլի եղինակ է դառնում Յուվենտուսի գոլիստը հեռացնում է գնդակը Արուշանյան, հարված և անկյունային Ոտ 4 րոպե խաղի ավարտին Եվս մեկ անկյունային Խլում է գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստը, տեսնենք Խլում են գնդակը Արված Եվ հերթական Անկյունայինը կտեսնենք Ոթվորդի կատարմամբ Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Իրացված է անկյունայինը, հարված կինքսլին հարվածեց, բայց շեղեր հարվածը փոփոխություն Ոթվորդի կազմում Այվազյան Կում է գնդակը և Ոթվորդի հակագրոհը Էկտուբարյան Երկար փոխանցում առաջ Հեռացնում են գնդակը Յուվեի ֆուտբոլիստները Գևորգ Արուշանյան Անկյունային ճիշտ է հաղթում են Ոթվորդի ֆուտբոլիստները 3-0 հաշվով, բայց գրովում է կրկին Ոթվորդը Ուխանցում առաջ Եզրային նետում Մանուկյանը կնետի գնդակը եզրից Կինքսլի
Ետ փոխանցում դարպասապահին։ Նարեկ Էկտուբարյան, հրաշալի փոխանցում դեպի Մանուկյանը, փոխանցում։ Մնում է գնդակը Արմեն Մանուկյանի մոտ։ Արուշանյան, հարված։ Չստացվեց հարվածը Սահակյանի և Տուրաճեմյանի հետ փոխանցում։ Հրաշալի խաղաց այս դրվալ Դուլքինգսն են։ Այվազյան խաղի կանոնների խախտում Այո ոտվորդը հաղթում է Յուվենտուսին դուրս է գալիս երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչ որտեղ նրա մրցակիցը կորոշվի Այնտրախտ Մոնցա խաղից հետո հալված հեռացնում են գնդակը Յուվենտուսը գնդակով Փոխանցում առաջ այս դարպասապատիրում է գնդակին Եվ այն անմիջապես ուղարկում դեպի Արուշանյանը Սահակյան շարժում է առաջ Անհաջող հարված է Գնդակը Տուբարյան Սահակյանը հասնում է գնդակին Գագիկ Սահակյան փոխանցում Եվ հարված Ոտվորդի դարպասից Արուշանյան հրաշալի փոխանցում է Սահակյան խապս է տալիս Փոխանցում Չստացվեց Սահակյանի փոխանցումը Գևորգ Արուշանյան ստանում է գնդակը Այչեզրոն փոխանցում առաջ, բայց Յուվենտուսի դարպասապահը առաջինն է հասնում գնդակին Էչեզոք հասնում սպարտալիքը Տուգանային հարված Աչեմյան Հարված Եվ գոլ 3-1 Manuel
3-1 Մանվել Այվազյանը գրավում է Ոթվորդի դարպասը Մանուկյան Հարվածել է պետ, փակում են հարվածի ճանապարհը Վտանգավոր դիրքում Ոթվորդը ստանում է Տուգանային հարվածի իրավունք Նարեկ Էկտուբարյանն է գնդակի մոտ Խանցում Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է Ոթվորդը 3-1 հաշվով հաղթում է Յուվենտուսին և դուրս գալիս երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչ Մրցակիցը պարզ կդառնա Մոնցա Այնտրախտ խաղից հետո Շնորհավորում եմ Ոթվորդի ֆուտբոլիստերին հրաշալի խաղի հրաշալի հաղթանակի կապակցությամբ Հանդիպումը մեկնաբանեց Շավար Շարությունյանը մի շնորհ հանդիպում